Կարևոր լուրից, որը տնտեսության, մասնավորապես զբոսաշրջության վրա շատ կարևոր նշանակություն է ունենալու ներգնաց զբոսաշրջության վրա։ Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց, որտեղ նախ 3 երկրներից Օմանի Սուլթանություն, Սաուդյան Արաբիայի Թագավորությունը եւ Բահրեյնից քաղաքացիները առանց վիզայի կարող են այցելել Հայաստանի Հանրապետություն եւ գիտեք, որ այդ երկրներում կենսամակարդակը շատ բարձր է, այդ երկրների քաղաքացիները ֆինանսապես շատ ապահովված են, սա նշանակում է, որ դեպի Հայաստանի Հանրապետություն զբոսաշրջային հոսքեր են ակնկալում ֆինանսապես բավականին բարձր վիճակում գտնվող մարդկանցից։ Երկրորդը մի շարք երկրներից, որոնք որ բարեկամ երկրներ են եւ իրենց քաղաքացիների համար արդեն իսկ առանց վիզայի հնարավորություն կար, այսպես ասած իրենց ռեզիդենտ, բայց ոչ քաղաքացի լինելու այդ հնարավորությունը նույնպես բացված է, օրինակ, տեսեք, օրինակ Քաթարը կամ Արաբական Միացյալ Էմիրությունները իրենց երկրի բնակչությունից բազմաթիվ անգամ ավելի մեծ իրենց երկրի քաղաքացիներից բազմաթիվ անգամ ավելի մեծ բնակչություն ունեցող երկրներ են, այսինքն օրինակ երկրի մի քանի 100,000 օրինակ Քաթարը ունի քաղաքացի, բայց մշտական բնակչությունը այնտեղ մոտ 3 միլիոն է, 2.5 միլիոն է եւ այդ մարդիկ նույնպես բավականին իմիջիայլոց դրանց այդ մարդկանց մեծ մասը ֆինանսապես բարձր կայունություն ունեցող եւ ֆինանսական բավականին լավ վիճակում գտնվող մարդիկ են, որովհետեւ գիտենք նաեւ այդ երկրներում օրինակ հյուրանոցների մենեջերները, խանութների մենեջերներ, կառավարիչներ իրենք սովորաբար այլ երկրներից են հրավիրում Ոչ միայն այնտեղ կատեգորիաները, օրինակ այդ երկրներում որոշակի ղեկավար պաշտոններ կան, որոնք որ մասնավոր սեկտորում հենց եվրոպական երկրներից են մարդիկ ներգրավում, արաբական այլ երկրներից, հետեւաբար այստեղ նույնպես կարևոր է, որ իրենք կարողանում են գան Հայաստան եւ այս առումով սա շատ լավ ուղերձ է նաեւ մեր տուրիստական բիզնեսով զբաղվող հանրությանը, մեր գործարարներին եւ դրա շարքը կազմող խմբին, որովհետեւ ռեստորանները, խանութները եւ այդ մնացած համակարգը նույնպես զբոսաշրջիկներին զբոսաշրջիկներին սպասարկում են եւ ես կոչ կանեմ մեր գործարար համայնքին պատրաստվել հոսքերին եւ իհարկե մեր գործարար համայնքին հետ համատեղ աշխատանքով բարձր որակի սպասարկմամբ ի վերջո հասնենք նրան, որ Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը ել ավելի մեծանա եւ այս առումով ուզում եմ նշել, որ պետությունը բազմաթիվ ներդրումներ է իրականացնում, մենք ավարտեցինք մեկ ծրագիր համաշխարհային բանկի հետ, որտեղ հսկայական ծավալով ներդրումներ եղավ մեր զբոսաշրջային ենթակառուցվածքների մեջ եւ մենք կնքել ենք նոր վարկային համաձայնագիր կկնքենք շուտով համաշխարհային բանկի հետ, որով $100 միլիոն Հայաստանը իր զբոսաշրջային ենթակառուցվածքների վրա կներդնի, մասնավորապես Գորիսի վրա կներդնենք, Եղեգիս ագրո կլաստերը կստեղծենք Եղեգիս համայնքում, Արենի գինու կլաստերը կստեղծենք, Գյումրիի վրա մեծ ներդրումներ կիրականացնենք, Դիլիջանը որպես առողջարանային այսպես կլաստեր ջերմուկի վրա շատ մեծ ներդրումներ են պատրաստվում անել, ապարան կլաստերի վրա, դվին կլաստերի վրա եւ այսպես շարունակ